Հարթվում են իրано-ադրբեջանական տարաձայնությունները, բայց տարածաշրջանային լարվածությունը դրանից չի պարփվում, եւ քանի դեռ Մերձավոր Արևելքում դրությունը խառն է, փորձագետ վերլուծաբանները պնդում են անորոշության գիրկն է նետվում հայ-ադրբեջանական խաղաղության հարցը, երբ վերջնական կստորագրվի այս պայմանագիրը։ Եթե նախքան իրանական պատերազմի մեկնարկը տարբեր ժամկետներ էին առկախվում Հարավկովկասի երկնքից, այդ թվում Հայաստանի առջև պայման նախապայմաններ դնելով մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ապա ռազմական գործողությունների մեկնարկից հետո մասնագետների խոսքով երկնակամարի հնարավոր ու անհնար բոլոր թվերը ցրում է այստեղ հասնող կարոդի ծուխը։ Սա անկասկած օգնելու է, ամրապնդելու է Ադրբեջանի, Իսրայելի եւ Թուրքիայի դիրքերը, մեր ռեգիոնում թույլատնելու է մեր դիրքերը, թույլատնելու է Ռուսաստանի ազդեցությունը եւ Իրանի ազդեցությունը։ Ադրբեջանը գիտի, որ առայժմ նա ոչ մի ստորագրելու կարիք չունի, պետք է սպասի, որ նոր զիջումների գնան հայերը։ Անցնող տարիներին ականատես ենք եղել Ալիևը հարմար ու անհարմար առիթներով, կեղծ պատրվակներով, մի խոսքով ամեն կերպ փորձել է ձգձգել գործընթացը Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթը վերջնական ստորագրելու ժամկետները, ասում են մասնագետներն ու հիշեցնում, ստորագրությունը նաև այս պատճառով դարձավ նախնական, երկրների ղեկավարների փոխարեն էլ պայմանագրի տակ ինքնագրերը թողեցին արտգործնախարարները։ Հիմա էլ տարածաշրջանն է խառը, ըստ փորձագետների խոշորացույցով փնտրեին, առավել հիմնավոր պատրվակ չէին գտնի, չէին մոգոնի։ Ամեն դեպքում անկախ ստեղծված իրավիճակից Մերձավոր Արևելքում ադրբեջանական իշխանություններն ունեն իրենց օրակարգը Հայաստանի մասով, իրենք մի շարք պատճառաբանություններով, իրենց քմահաճույք պահանջներ առաջ քաշելով կարող են եւ տարիներ շարունակ կնկել այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որպես այդպեսին հայկական կողմն է ավելի շահագրգռված հասկանալի պատճառներով, բայց ադրբեջանական կողմը արիուտես ցկցկում այս համատեքստում, մանավանդ Իրանի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, այո, իրենք դեռևս ցկցկելու են, որովհետև ստաբիլ չի ամբողջ տարածաշրջանի իրավիճակը։ Մյուս կողմից էլ թրիփի հարցն է Հայաստան-Իրան սահմանին Միացյալ Նահանգների նախագահի պատվին անվանակոչված խաղաղության ու բարգավաճման երթուղու, որ ըստ նախատեսվածի պետք է ապահովի Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Չնայած նահանգների փոխնախագահ Վենսը Երևան եկավ, այս ճանապարհից խոսեց, Հայաստանում ամերիկյան ներդրումների անոնցն արեց, հետո էլ գնաց Բաքու, Ալիևի պալատում հայտարարեց, թե առաջին մարտն է, որ թրիփով ճանապարհ է կտրել, այնուամենայնիվ հիմա հայ-ադրբեջանական խաղաղության միջնորդ Ամերիկան Իրանի դեմ պատերազմի կողմ է։ Թրամփի թրիփ կոչվող ծրագիրը կարող է ցկցկվի այս պատճառաբանությամբ, որովհետև հիմա ստացվում է ռուս-ուկրաինական պատերազմի օջախից զատ արդեն Մերձավոր Արևելքում եւս մի օջախ հասունացել է, պատերազմական վիճակում է, հետեւաբար խնդիր կա այն պլանները, որոնք դրված են հայ-ադրբեջանական օրակարգում եւ ամերիկյան երաշխավորությամբ կարող են տուժել ժամանակի տեսանկյունից հատկապես։ Տարածաշրջանում թնդացող հրանոցները խլացնում են խաղաղության ձայնը, մինչև մեծ խաղացողները վերաձևում են ուժերի հարաբերակցությունը, Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական հաշվարկների խաչմերուկում կրկին սպասման երկար ու մութ միջանցք է մտնում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։